Բարի օր, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառին Թաֆյանն եմ, կարևորը նախ համարը։ Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է, քաղաքական, ռազմական գործիչներն ու զոհվածների հարազատները եռաբլուրում են։ Թուրքիան հնարում է, Հայաստանը լռում, ով է վերաշարադրում պատմությունը և որտեղից է գալիս մոռացության հրամանը։ Իրանի պատերազմը ցանկացած ելքի դեպքում փոխելու է ամբողջ մերձավոր արևելքի պատկերը, ինչ կանխատեսում ունի փորձագետը։ Պատերազմի ստվերում մերձավոր արևելքի հայերը նոր վտանգների առջև են։ 2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանն Արցախի նկատմամբ սկսեց հարձակողական լայնածավալ գործողություններ։ 1994-ի հրադադարից հետո Բաքուն ժամանակ առ ժամանակ խախտում էր հրադադարը, բայց 2016-ի ապրիլյան մարտերը դարձան ամենամեծ ռազմական գործողությունը 1994-ից ի վեր։ Ադրբեջանական զինուժը կիրառում էր հրետանի, տանկեր, հրթիռային համակարգեր, անօդաչուներ ու այլ միջոցներ։ Մարտերն ինտենսիվ էին հատկապես Թալիշի, Մարտակերտի, Մարտունու և Ակնայի ուղղություններով։ Հայկական կողմը կարճ ժամանակում հակահարված տվեց, հետ վերցրեց կորցրած դիրքերի մեծ մասը։ Ապրիլի 5-ին Մոսկվայի միջնորդությամբ կողմերը պայմանավորվեցին հրադադարի շուրջ։ Պաշտոնական տվյալով հայկական կողմն ունեցավ 7 տասնյակից ավելի զոհ, 100-ից ավելի վիրավոր։ Զոհեր եղան նաև քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում անչափահասներ։ Հենց ապրիլի 2-ի առավոտյան դպրոց գնալու ճանապարհին հրթիռակոծության տակ ընկան 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու եղբայրը Գևորգ Գրիգորյանը։ Բեկորային բազմաթիվ վնասվածքների հետևանքով 12-ամյա Վաղինակը մահացավ։ Ադրբեջանական կողմն ունեցել է մինչև 300 զոհ, այդ թվում հատուկ նշանակության ուժերի զինվորականներ։ Զոհերի պաշտոնական թիվ, սակայն Բաքուն առ այսօր չի հրապարակել։ Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին ռազմաքաղաքական գործիչներն ու զոհվածների հարազատներն այցելում են եռաբլուր։ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը, Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսն ու այլ պաշտոնյաներ ծաղիկներ են խորնարել զոհված հերոսների հիշատակին։ Սամվել Շահրամանյանն անդրադարձել է Փաշինյանի խոսույթին։ Արցախի 5-րդ նախագահը կոչ է արել զոհված նվիրյալների հարազատներին, այն անձանց, որոնք ներդրում ունեն Արցախի գոյամարտի մեջ, չտրվեն նման սադրանքների, որովհետև նման սադրանքներն ունեն մեկ նպատակ՝ պառակտել և սերմանել հասարակության մեջ անհանդուրժողականության իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է կազմում։ Ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում և հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը և օկուպացված է այսօր Հայաստանի Հանրապետության զգալի տարածքներ։ Եռաբլուրում էր նաև Արցախից բռնի տեղահանված Միքայել Հաջյանը, որի 2 որդիներն էլ զոհվել են, մեկը քառօրյա պատերազմում, մյուսը 44-օրյայի։ 2 որդի եմ ունեցել, 2-ից էլ ես զրկվեցի, ցավը իհարկե խորն է, ինչ որտեղ անբանելի, բայց որպես տղամարդ ես փորձում եմ դիմանալ, որտեղ թոռներ ունեմ հանուն նրանց։ Հավատացեք, ես մարդկանց ներկայությամբ չեմ լացում, չեմ ողբում։ Ընդհակառակը ում հանդիպում եմ, անմիջապես ժպտում եմ, մարդիկ կարծում են, թե ես ժայռ եմ, չմտածելով, որ ես իրենց նման միսու արյուն եմ։ Կսկիցը իմ մեջ եմ պահում։
Զուգահեռ ընթանում է կառավարության նիստը, որի ժամանակ որևէ հիշատակում չի եղել քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցի մասին։ Իդեպ կառավարության նիստի 57 հարցերից 54-ը չզեկուցվող են։ Նիկոլ Փաշինյանը Զայեդ մրցանակը $500,000 ավանդ կդնի ապահովելով Հայաստանի կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակն ունի $1 միլիոն մրցանակային ֆոնդ եւ Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։ Երեկ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել ու զրուցել են երկու երկրների հարաբերությունների, ԱՏՄ-ի ընտրության, Արցախի հարցի ներքաղաքական գործընթացների մասին։ Սակայն հանդիպման շքեղ սրահների դռներից այն կողմ տեղի են ունեցել միջադեպեր, որոնք Մոսկվա մեկնած հայկական պատվիրակության համար տհաճ էին։ Հանդիպման մանրամասներն ու կուլիսներում տեղի ունեցածը ռեպորտաժում։ Նկարվելու խնդրանք վարչապետ Փաշինյանին, բայց այլ ուղերձով։ Որպես ես երեխեքը հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հազդվել։ Այնուհետև հնչեց ածական։ Դավաճան, Արցախը հանձեցիր դու։ Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Փաշինյանին մեկ այլ անակնկալել էր սպասվում, մինչև Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։ Միջադեպերից ժամեր անց մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Օրակարգում մի շարք հարցեր էին ներառված. Արցախյան շարժում, նախընտրական փուլ, քաղբանտարկյալներ, ԵՄ, ԵԱՏՄ ընտրություն եւ այլն։ Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ հաստատվել է խաղաղություն եւ Հայաստանն ու Ադրբեջանը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Քաղաքագետ Ստեփան Հասան Ջալալյանը անիրատեսական է համարում Փաշինյանի հայտարարությունը։ Արցախյան շարժումը մեկ մարդ չի սկսել, որ մեկ մարդ էլ ավարտին հասցնի։ Աստված մի արած չէ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ճանաչի Արցախ Ադրբեջանի կազմում, դա չի նշանակում, որ Արցախի հայության ինքնորոշման իրացված իրավունքի հարցը մեջտեղից դուրս է գալիս, ոչ, այդպիսի բան չկա, այո, դա ցավալի է, դա ողբերգական է, դա ամոթալի է, որ Հայաստանի ղեկավարը կարող է նման դատողություն արտաբերել, բայց դրանով չի նշանակում, որ վերջ, փակվեց Արցախի հարցը, ավարտված է, այլևս խաղաղություն հաստատվեց, ոչ։ Փաշինյանը հանդիպմանը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին։ Պուտինին ասել ոչ միայն Թրամփի, այլև նրա ներդրումն է մեծ։ Արձագանքելով Պուտինն ասել է. ԱՄՆ նախագահն ակտիվորեն ներգրաված էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Կարևոր է պահպանել հարաբերությունները, մանավանդ որ ենթակառուցվածքների ապաշրջապակումը նկատելի է արդեն։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում հաստատված խաղաղությունը հաստատուն չէ, քանի դեռ Ադրբեջանում են պահվում հայ գերիները, հիշեցնում է քաղաքագետը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն չի հաստատվել նախ առաջինը, որպես այդպեսին է գոյություն չունի ստորագրված վերջնական փաստաթուղթ, եւ եթե նույնիսկ թվացial խաղաղություն է, դա խաղաղություն չէ, դա իրականության մեջ այսպես առերևույթ խաղաղություն է, որովհետեւ երբ որ երկրների միջև հաստատվում է խաղաղություն, դա չի կարող համարվել խաղաղություն, քանի որ մեր գերիները գտնվում են Ադրբեջանում, եւ եթե խաղաղություն է հաստատված, ապա մեր գերիները ինչու են գտնվում Ադրբեջանում, եւ բացի դրանից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի 200 ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Վերադառնալով Պուտին-Փաշինյան հանդիպմանը, ՌԴ նախագահը խոսել է անազատության մեջ գտնվող գործիչների եւ առաջիկա ընտրության մասին, նշել ռուսական կողմը կցանկանար, որ այդ մարդիկ կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին։ Գիտենք, որ Հայաստանում առաջիկայում ընտրություններ են։ Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն Ռուսաստանի Դաշնության անձնագիր, գիտեմ, գտնվում են անազատության մեջ։ Իհարկե, դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին։ Ի պատասխան վարչապետ Փաշինյանը ասաց, Հայաստանում ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող քաղաքացիները։ Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանի կարծիքով Փաշինյանի Ռուսաստանի Դաշնություն այցի իրական նպատակներից մեկը նախընտրական տրամադրությունները հասկանալն էր։ Նա գնացել է Մոսկվա ճշգրտելու Մոսկվայից մասնավորապես Պուտինի վերաբերմունքը իր նկատմամբ եւ առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դա ցույց է տալիս, որ Փաշինյանի այն մետախոսական, պորոտախոսական այն հայտարարությունները, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա ավելի քան երբևէ ինքնիշխան է, ավելի քան երբևէ անկախ է, ազատագրված է գաղութացման լծի եւ այլն, չեն համապատասխանում բացարձակ իրականությանը։
Պուտին-Փաշինյան հանդիպմանն անդրադարձել են նաև Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությանը։ Փաշինյանը նշել է, որ այս պահին Հայաստանը կանգնած չէ ԵՄԵ ԱՏՄ ընտրության առաջ։ Գործընթացներն այդ փուլին չեն հասել։ Փաշինյանի ջերմընդունելության համար շնորհակալություն հայտնելիս Պուտինը ընդհատեց. Միասին դեռ պետք է ընտրենք այսօր։ Այո, շնորհակալություն հյուրասիրության համար։ Սեդամ Ակարյան, Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Եթե նախկինում հայոց ցեղասպանություն ժխտողը թշնամին էր, ապա հիմա միացել է պաշտոնական Երևանը։ Պատմության շուրջ պայքարը նոր փուլ է մտնում, երբ փաստերն ու մեկնաբանությունները դառնում են քաղաքական գործիք։ Մի կողմում Անկարան ու Բաքուն բարձրացնում են իրենց ձևակերպած անցյալը, իսկ Երևանը մեղադրվում է լռության համար։ Ով է ձևավորում պատմական օրակարգը, ինչպես է այն փոխվում քաղաքական որոշումների ազդեցությամբ եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այս հակասական մոտեցումը տարածաշրջանի համար, ռեպորտաժում։ Մարտի 31-ը Թուրքիան սգո օր է հռչակում։ Ադրբեջանցիների այսպես կոչված ցեղասպանության օրն է, այն ցեղասպանության, որը երբեք տեղի չի ունեցել, բայց Անկարան հիշում է, ավելին հայտարարում է, որ երբեք չեն մոռանա։ Զուգահեռ իրականության մեջ Երևանում պատմական ճշմարտությունը մոռանում են մեկ հրամանով։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից, որովհետև ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ եւ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալու։ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, այսինքն լռությունը դարձել է պետական քաղաքականություն։ Խաղաղության համար անհրաժեշտ է միայն պատմական փաստերի մոռացություն։ Բայց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին հրապարակում է արել հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իբր իրականացված ցեղասպանության մասին։ Ըստ թուրքական ռազմական գերատեսչության հայկական զինված կազմավորումներն անգութ կերպով սպանել են հազարավոր անմեղ ադրբեջանցիների։ Սա պատմական կեղծիք է, բայց կեղծիքն այսօր պաշտոնական հռետորաբանություն է Անկարայում եւ Բաքվում, եւ այն տարածվում է ոչ թե թաքուն, այլ բարձրաձայն ու պաշտոնական կնիքով։ Եվ Թուրքիայում եւ Ադրբեջանում պատմության հանդեպ կա պետության կողմից մշակված եւ իրականացվող կեղծիքի, կեղծման, պատմակեղծարարության արդեն տասնամյակների քաղաքականություն եւ նրա որոշակի դրսևորումներ հատկապես ակտիվացել են 20-րդ դարի կեսերից։ Զուգահեռ իրականությունում Հայաստանի գործող իշխանությունը խուսափում է պատմական ճշմարտությունները բարձրաձայնել, բարձրաձայնողին էլ լռեցնում է։ Օրինակ, Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրած ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ազատվեց աշխատանքից։ Փաշինյանի անմիջական հրամանով պնդում էր, թե ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի արարքը սադրիչ քայլ է։ Հանցակիցները միշտ իրար տարբեր իրավիճակներում աջակցում են եւ կարծում եմ, որ Թուրքիայի կողմից ցեղասպանություն դատապարտելու կամ ցեղասպանության մասին խոսելու այս ուրեմն քայլերը լիովին տեղավորվում են հանցագործի հոգեբանության մեջ, ով գիտեք հայտնի խոսքը գողը առաջինն է ամենաբարձր գոռում բռնետ գողի։ Պատմությունը հիշողություն է պահանջում։ Ճիշտ այն ժամանակ, երբ պաշտոնական Երևանը փորձում է ջնջել Արցախը պետական օրակարգից, Անկարան ու Բաքուն լրացնում են այդ բացը իրենց կեղծ պատմություններով։ Թուրքիան չի մոռանա, մեծ տառերով նշել են հայտարարության մեջ, չի մոռանա մի բան, որը երբեք տեղի չի ունեցել։ Փոխարենը Հայաստանի կառավարությունը մոռանում է իրական ցեղասպանությունը, Արցախը եւ ճշմարտությունը։ Պետությունները, որոնք հայտնի են Թուրքիան եւ Ադրբեջանը, բացահայտ ցեղասպանական մտածողությամբ ու բացահայտ ցեղասպանական քայլերով իրենք ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, այլև այլոց տվյալ պարագայում Հայաստանին, Արցախի հանրապետությանը, հայ ժողովրդին մեղադրում են ցեղասպանական քայլերի մեջ։ Սա նաև խոսում է, որ այսպես կոչված խաղաղության դարաշրջանը Հարավային Կովկասում կարծես թե շրջանցում է։ Խաղաղությունը համաձայնություն է պահանջում երկու կողմից։ Երևանը հրաժարվում է պատմական արդարությունից հանուն խաղաղության։ Զուգահեռաբար Անկարան ու Բաքուն կեղծ ցեղասպանություններ են հնարում ու պատմություն վերաշարադրում։ Հարց է առաջանում. սա խաղաղություն է, թե տողատակում թաքնված բոլորովին այլ շերտեր են բացվում ապագա պահանջագրերի համար։
18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Բողոքն արդեն մուտք է եղել դատարան։ ABC մեդիային հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նրա խոսքով տղայի վիճակը կայունացել է։ Հիշեցնեմ, որ 3 դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Տղային տեղափոխել էին Արմավիր քրեակատարողական հիմնարկ, սակայն հիմնարկ դեռ չմտած Դավիթը կորցրել է գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Փաստաբանը տեղեկացրել է, որ Դավիթի գիտակցության յուրաքանչյուր կորուստ կարող է ճակատագրական լինել։ 18-ամյա տղային կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Հույդա Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը խստորեն դատապարտել է 18-ամյա Դավիթի կալանավորումը, այն գնահատելով որպես իրավական կամայականության եւ իշխանության չարաշահման հերթական դրսեւորում։ Ուսանողական միությունը նաեւ պահանջել է անհապաղ ազատ արձակել Դավիթ Մինասյանին, իսկ մինչ այդ ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բժշկական միջամտություն եւ նախաձեռնել անկախ ու լիարժեք քննություն Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ըստ էության, այս ակնհայտ անհամաչափ եւ քաղաքական դրդապատճառներով իրականացված որոշումը խախտում է Դավիթ Մինասյանի կրթության իրավունքը, վերջինիս զրկելով դպրոցն այս տարի ավարտելու հնարավորությունից։ Խիստ մտահոգիչ է նաեւ Դավիթ Մինասյանի առողջական վիճակը, ու այս պայմաններում որդեգրված ամենախիստ խափանման միջոցը, որն արգելում է անգամ պատգամավորների եւ ընտանիքի անդամների տեսակցությունները։ Ակնհայտ է, որ սա այն դեպքը չէ, երբ կալանքը որպես խափանման ծայրահեղ միջոց պետք է կիրառվեր։ Այս մոտեցումը եւս մեկ անգամ փաստում է իրավապահ եւ դատական համակարգերի որպես քաղաքական ճնշման գործիչ ծառայելու եւ ակնհայտ ընտրովի արդարադատության մասին, առավել խորացնելով պետական ինստիտուտների հանդեպ հասարակական անվստահությունը։ Լարված վիճակ է ստեղծվել Չարենցավանի դատարանում։ Գագիկ Շամշյանի խոսքով դատական նիստի ժամանակ ծեծկրտուք է տեղի ունեցել Ամբաստանյալի եւ Տուժողի հարազատների միջեւ։ Այն վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաեւ դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեպքի առթիվ 31 անձի խուլիգանության կասկածանքով ձերբակալել են։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը բաց նամակով դիմել է ամերիկացիներին։ Փեզեշքյանը վստահեցրել է, որ Իրանի ժողովուրդը թշնամանք չի տածում այլ ազգերի, այդ թվում ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ հարևան պետությունների ժողովուրդների նկատմամբ։ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեջ է մտել որպես Իսրայելի խամաճիկ, քանի որ վերջինս ձգտում է շեղել աշխարհը պաղեստինցիների դեմ իր հանցագործություններից, ասել է Իրանի նախագահը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով Իրանի պատերազմը ցանկացած ելքի դեպքում փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի պատկերը, ազդելով նաև հարակից եւ ավելի հեռու տարածաշրջանների վրա։ Փորձագետը խոսել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ելույթի մասին, որտեղ շեշտել է, թե Հորմուզի նեղուցի իրանական արգելափակումը պայմաններ է ստեղծել, որպեսզի ապագայում իր երկիրը Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ համաձայնության գա կառուցելու նավթամուղներ եւ այդ երկրների նավթն արտահանելու Իսրայելի տարածքով։ Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից ծոցի արաբական միապետություններում, եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել արաբական փողոցի չափազանց վտանգավոր հուզումներ։ Միևնույն ժամանակ Ալ Ջազիրայի արաբական ծառայության հետ հարցազրույցում Իրանի արտգործնախարար Արաղչին խոսում է հետպատերազմական Պարսից ծոցի տարածաշրջանի ճակատագրի մասին, նշելով, որ ամերիկյան ռազմակայանները ոչ թե պաշտպանում, այլ վտանգում են արաբական երկրների անվտանգությունը։ Ուստի կարիք է լինելու նոր Իրано-արաբական երկրներ տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կուժեղացնի Իրանի դեմ հարվածները։ Նրա խոսքով ԱՄՆ-ի համար ամենակարևորը դիվանագիտությունը չէ, այլ Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը։ Ամերիկյան ուժերը հաղթանակների շարք ունեն Իրանում, Իրանի ռազմածովային ուժերն անհետացել են, նրա ռազմաօդային ուժերը ավերակների մեջ են, ԱՄՆ-ն մոտ է Իրանում իր նպատակներին հասնելու, ասել է Թրամփը։ Լիբանանում բախումների հետևանքով 24 ժամվա ընթացքում Իսրայելն ունի 48 վիրավոր։ Ցախալի տվյալով տարածաշրջանում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 10 իսրայելցի զինվոր, եւս 309 վիրավորվել։
Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարան Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Չարլզ III հետ։ Մեծ Բրիտանիայի թագավորը աջակցություն է հայտնել Սիրիային եւ սիրիացի ժողովրդին ջանքերին երկիրը վերականգնելու գործում։ Այնուամենայնիվ Մերձավոր Արևելքում լարվածությունը միայն աճում է, այն իր ազդեցությունն է թողնում ոչ միայն պետությունների, այլև այնտեղ ապրող մարդկանց վրա։ Տարածաշրջանում ձևավորված հայկական համայնքները, որոնք տասնամյակներ շարունակ եղել են այդ երկրների հասարակական կյանքի կարևոր մաս, այսօր կրկին կանգնած են նոր փորձությունների առջև։ Պատերազմի գոտիներում ուղիղ վտանգ, հարաբերականորեն կայուն երկրներում թաքնված ռիսկեր, տարբեր են պայմանները, բայց ընդհանուր է անորոշությունը, որի մեջ փորձում են գոյատևել հազարավոր ընտանիքներ։ Մանրամասները ռեպորտաժում։ Իշխանության տապալում, ներքին բախումներ, պատերազմ, որի կրակը վառվում է ամբողջ Մերձավոր Արևելքում։ Մերձավոր Արևելյան կաթսան եռում է, նոր ռիսկեր ստեղծելով տարածաշրջանում ապրող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար։ Հայ համայնքները, որոնք տասնամյակներ շարունակ ձևավորվել են իրենց ուրույն դերն ունենալով այդ երկրների հասարակական ու մշակութային կյանքում, այսօր կրկին կանգնած են անորոշության առջև։ Իրանում նոր թափ հավաքած պատերազմը նոր վտանգներ է ստեղծել հայերի համար։ Տարածաշրջանում ռազմական գործողությունների ակտիվացումն ուղիղ ազդեցություն է ունենում նաեւ քաղաքացիական բնակչության վրա, ներառյալ հայկական համայնքները։ Լիբանանահայ համայնքը ամենակարևոր համայնքներից մեկն է, նաև մասնակցություն ունի Լիբանանի կառավարման գործընթացին, այնտեղ է գտնվում նաև մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը, այսինքն էական խնդիրներ կան Լիբանանում։ Թեպետ Իրանի ու Լիբանանի հետ համեմատած Իսրայելում հայ համայնքի թիվն էականորեն քիչ է, բայց այսօր Թել Ավիվը դարձել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կարևոր դերակատարներից մեկը։ Երուսաղեմը, որը 3 կրոնների ապրամ է, 3 կրոնների ուրեմն համար մեծագույն նշանակություն ունեցող սրբավայր է, այդտեղ պատմական ներկայություն ունի նաև հայ համայնքը, մեր կարևորագույն հայ առաքելական եկեղեցու կարևորագույն ուրեմն կենտրոններից մեկը, Երուսաղեմի հայկական պատրիարքությունը բավականաչափ մեծ նշանակություն, կարևորություն ունի ոչ միայն ուրեմն հայկականության տեսանկյունից։ Տարբեր է պատկերը Սիրիայում։ Երկրի ժամանակավոր կառավարությունը պաշտոնավարման առաջին օրից հայտարարել է, որ վերահսկում են վիճակը եւ ապահովում փոքրամասնությունների անվտանգությունը։ Սակայն ամբողջական կայունության մասին խոսելը վաղ է։ Փորձագետների գնահատմամբ երկրում շարունակում են գործել առանձին զինված խմբավորումներ, որոնք չեն ենթարկվում կենտրոնական իշխանությանը։ Ինչքան էլ ուրեմն ներկա իշխանությունները գամենում են, որ լինի ներսում ստաբիլ իրավիճակ, այսինքն բախումներ չլինեն, բայց մենք տեսնում ենք փոքր խմբավորումների թերևս իրենց ուրեմն կարողությունները, ուրեմն ինքնուրույն գործողություններ իրականացնելու, մենք դա տեսանք ուրեմն ալևիների հանդեպ, ուրեմն խաղաղ բնակչության հանդեպ, ուրեմն ցեղասպանությունը։ Նրանից հետո ուրեմն տեսանք նաև հարավում տեղի ունեցած ուրեմն դուրզիների դեմ որոշ խմբավորումների հրահրումը, որ մյուս կողմից դուրզիների ուրեմն այս երկու թևերի հայտնությունը ի հայտ եկավ քաղաքական դաշտում։ Փորձագետների կարծիքով կարևոր է տարբերել պետական քաղաքականությունը եւ առանձին գործող խմբավորումների գործունեությունը։ Եթե որոշ երկրներում վտանգը պայմանավորված է լայնածավալ հակամարտություններով, ապա մյուսներում ներքին անկայունությամբ եւ վերահսկողությունից դուրս ուժերով, որոնց համար խնդիրը ազգությունը չէ։ Եթե մենք անդրադառնում ենք այդ փոքր խմբավորումների իսլամիստական ուրեմն տեսանկյունից իրենց վարած քաղաքական իսլամի, լինի դա ուրեմն այսպես ջիհադիստական, թե ոչ ջիհադիստական, բայց ուղղակի պահպանողական ավելի սալաֆիական կողմնորոշում, նրանք ռասա չեն ճանաչում։ Այստեղ ես չեմ կարծում, որ կա զուտ ուրեմն ռասայական խտրականության խնդիր, այդ փոքր խմբավորումները, որոնք անչափ են գործում, կարծես, ուրեմն ինչպես որ բացատրեցի, նրանց մոտ կա մեկ քաղաքական իսլամի տեսանկյունից նայելու ուրեմն քաղաքականությանը
Եվ կարծում եմ այստեղ զուտ խտրականություն չի լինի հայեր, թե ոչ հայեր։ Հալեպում հայուհու սպանության դեպքը նոր մտահոգություններ է առաջացրել։ Սիրիահայ Մարալ Խշվաջյանի բնակարանը թալանել էին եւ սպանել։ Ենթադրյալ հանցագործը եղել է հանգուցյալի ամուսնու աշխատակիցներից մեկը, որը երկար տարիներ աշխատել է նրանց մոտ։ Ավելին, մեղադրյալը եղել է Խշվաջյանների ընտանիքի մտերիմը, իսկ հանգուցյալի ամուսինը տարբեր առիթներով մեծ աջակցություն է ցուցաբերել նրան։ Այս ամենի ֆոնին մեկ բան է հստակ. Մերձավոր Արևելքում ապրող հայերն ու մյուս քրիստոնյա համայնքները կրկին հայտնվել են անորոշության եւ ռիսկերի խաչմերուկում։ Տարբեր երկրներում տարբեր են վտանգների աղբյուրները՝ միտեղ լայնածավալ պատերազմ, մյուսում ներքին անկայունություն, բայց արդյունքը նույնն է՝ անվտանգությունը փխրուն է, ապագան ոչ լիովին կանխատեսելի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, եթերում կլինի Սվետլանա Պետրոսյանը։